Ըստ խնդրի սրճարանը աշխատում է շաբաթվա բոլոր օրերը բացի երկուշաբթիներից։ Ունենք 2 պնդում, որոնցից միայն մեկն է ճիշտ, իսկ մյուսը սխալ է։ Պետք է գտնենք, թե ամսի քանիսն է եղել ապրիլ ամսվա վերջին երեքշաբթին։ Պարզության համար եկեք պատկերենք ապրիլ ամսվա օրացույցը, ամսի 1-ից մինչև 30-ը, իսկ վերևում կլրացնենք շաբաթվա օրերը։ Դրա համար էլ եկեք դիտարկենք մեզ տրված պնդումները։ Սկսենք առաջինից։ Ունենք, որ ապրիլի 1-ից մինչև 20-ը սրճարանը աշխատել է 17 օր, հետևաբար մնացած 3 օրը եղել են հանգստյան օրեր։ Նույն կերպ երկրորդ պնդման դեպքում ապրիլի 10-ից մինչև 30-ը 21 օրվա ընթացքում սրճարանը ունեցել է 18 աշխատանքային օր, հետևաբար մնացած 3 օրերը եղել են հանգստյան օրեր։ Դիտարկենք այս երկրորդ պնդումը օրացույցի վրա։ Ապրիլի 10-ից մինչև 30-ի համար, ինչպես էլ տեղավորենք շաբաթվա օրերը ուղղանկյան մեջ, միևնույն է հանգստյան օրերը լինելու են ճիշտ 3 օր, հետևաբար երկրորդ պնդումը հաստատ ճիշտ է, և ուրեմն առաջին պնդումը հաստատ սխալ է։ Դիտարկենք նաև այդ առաջին պնդումը օրացույցի վրա։ Գիտենք, որ ապրիլի 1-ից 20 ընկած ժամանակահատվածում հանգստյան օրերը հաստատ 3 հատ չեն, հետևաբար մնում է միայն մեկ տարբերակ։ Հանգստյան օրերն են եղել ամսի 7-ը և ամսի 14-ը, որոնք էլ ըստ պայմանի, քանի որ հանգստյան օրեր են, ուրեմն երկուշաբթի են, հետևաբար երեքշաբթին էլ գտնվում է այստեղ և ամսվա վերջին երեքշաբթին ամսի 29-ն է։